Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IPC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Զինծառայողի մահից հետո ՊՆ համակարգում սկսվել են կադրային փոփոխություններ, ովքեր են հեռացվել պաշտոններից։ Բողոքի ակցիա Արմավիրում, ինչ են պահանջում դեղձ արտադրողները։ Մալիչկայում ավելի քան 10 օր բնակիչները վախով են գիշերում, ով է վնասում տների պատուհաններն ու դռները։ Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով, որն է պատճառը։ Ադրբեջանցի մրցակցին հաղթելով հայ ըմբիշը Բրատիսլավայում աշխարհի չեմպիոն է դարձել։ Մոսկվան սպառնում է Մեծ Բրիտանիային, որն է պատճառը։ Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային լարվածությունն ու դրա հանգուցալուծման հնարավորությունները։ Ինչ դեր է այս իրավիճակում ստանձնում Թուրքիան։ Ազգային ժողովը քննարկում է մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանին։ Գալստյանն իր ելույթի զգալի մասը նվիրել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, կոշտ քննադատելով իշխանությանը։ Նա խոսել է քաղաքական հետապնդումների, քաղբանտարկյալների, դատական համակարգի անկախության և ոստիկանության գործողությունների մասին։ Ուղիղ միացմամբ հետևենք, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Արցախահայերի նկատմամբ ատելության խոսքին եւ այլն, իդեպ ես հիշեցի ատելության խոսքով, որը այսպես առատորեն մեր լրահոսում կա, քննչական կոմիտեին եւ դատախազությանը բազմաթիվ հայցեր եմ ներկայացրել կամ հաղորդումներ եմ ներկայացրել հենց այս հենքի վրա եւ այդ ատելության խոսքը եւս արժանապատվության վիրավորանք է։ Մենք ես եւ դուք կարծես թե խոսում ենք նույն խնդրից, այո, Հայաստանում պիտի մարդու արժանապատվությունը գնահատվի, հարգվի եւ պաշտպանվի եւ այստեղ մեծ առաքելություն ունեն թե քաղաքական ուժերը եւ նաեւ մեր քաղաքական վարքը։ Ես ամեն դեպքում մեկ անգամ եւս կրկնեմ, որ մեր պաշտոնական նյութերում, որոնք վերաբերում էին նախընտրական քարոզարշավին, երբեք հանրային պառակտումի, պիտակավորման, գնահատման որևէ փաստ չգտնի։ Իսկ եթե խոսություն լավ Արձագանք Շնորհակալություն Տիկին Գալստյան, այդ դեպքում անդրադարձեք ոչ պաշտոնական նյութերին եւ խոսույթին։ Ես չգիտեմ ոնց եք տարանջատում պաշտոնական մեր քարոզչությունը եւ ոչ պաշտոնական քարոզչությունը։ Եթե բեմահարտակից հնչում են նման տարանջատող խոսույթ, ապա դա քարոզչություն է, դրա պաշտոնական եւ ոչ պաշտոնականը չգիտեմ ոնց է տարանջատվում եւ նաեւ խնդրում եմ անդրադառնալ կրկին հարցս կրկնեմ, անդրադառնալ կաթողիկոսի եկեղեցու անդրադարձին կամ մտահոգություններին, օրինակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների եղած բոլորեն մտահոգիչ դեպքերին, որոնք դուք ասում եք, դուք անդրադարձել եք Պողոս Պողոսյանի սպանությանը, մարտի 1-ի դեպքերին, որտեղ էր կաթողիկոսն ու նրա մտահոգությունները որտեղ էին։ Եթե մարդը այս մահին կամ եկեղեցին այս մահին մի նախագծի շուրջ իր կարծիքն է հայտնում, դրա հորդորով էլ դուք դեմ եք քվեարկում։ Շատ լավ, Տիկին Վարդանյան, այնուամենայնիվ ես մեր քարոզարշավում լինի պաշտոնական նյութերը թե ոչ, ես երբեք որևէ դեպք եւ ոչ թե խուսափում եմ պատասխանից եւ որևէ դեպք չեմ արձանագրել եւ չկա իմ հիշողության մեջ, որ մեր քարոզչությանը մասնակից մեր քարոզչական թիմի որևէ անդամի կողմից հասարակությանը անարժանապատվության պիտակավորումը հնչի։ Եթե որևէ մեկի, միգուցե մեր համակիրներից որևէ մեկը անձ, որ ինչ ես կարող բոլորին վերահասկել, իր խոսքում ոչ արժանապատվության գնահատականն է ունեցել, սա իրականում անձնական պատասխանատվության դաշտ է։ Ես կարող եմ ամենայն պատասխանատվություն ասել, որ մեր պաշտոնական խոսույթում եւ մեր քարոզչական դերակատար անձիկ երբեք իրենց չէին կարող թույլ տալ այդ պառակտումը։ Իսկ ինչ Ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Երեկ էլ խորհրդարանում քննարկում էին տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության առաջադրած Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։ Սկզբում ամեն ինչ ընթանում էր ճիշտ տրամաբանությամբ, պատգամավորները հարցեր էին տալիս թեկնածուին, Ղազինյանն էլ ներկայացնում էր իր տեսակետն ու պատասխանում հարցերին։ Հետո իրավիճակը փոխվեց և իշխանությունն ու ընդդիմությունը անցան կոշտ մեղադրանքների։ Ինչից սկսվեց վիճաբանությունը ռեպորտաժում։
Թուք, պոետներ ու սպառնալիք։ Ազգային ժողովում հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկումը հերթական անգամ վերածվեց իշխանություն ընդդիմություն կոշտ բանավեճի։ Թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրության հարցը քննարկելիս պատգամավորները միմյանց հասցեին ոչ միայն քաղաքական գնահատականներ հնչեցրին, այլև ազգային ժողովի ամբիոնից մեջբերումներ արեցին գրականությունից, խոսեցին պատերազմի զոհերի մասին եւ միմյանց մեղադրեցին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Ղազինյանը հիմնական ելույթում առավելապես խոսեց էներգետիկ ոլորտի մասին, պնդելով, որ Հայաստանն այս առումով ինքնաբավ է։ Նա նաև հայտարարեց, որ իշխանական պատգամավորներին չի հորդորելու իր օգտին քվեարկել, սակայն ընտրվելու դեպքում պատրաստ է գործակցել բոլորի հետ։ Թեկնածուին հարցեր տալու համար հերթագրվել էր ավելի քան 2 տասնյակ պատգամավոր, հիմնականում իշխող։ Հարցերի մի մասը Ղազինյանի դեմ քննվող ընտրակաշառքի գործի մասին էր։ Նախկինում հեծը ղեկավարած Ղազինյանն այս գործով մեղադրյալ է եղել եւ որոշ ժամանակ կալանքի տակ է եղել։ Ես հեծում մուտք չունեմ արդեն 1 տարի, ձեզ ուղիղ առաջարկ եմ անում, ապահովեք հնարավորությունը հեծ, մուտքի հնարավորությունը եւ ես ես կապացուցեմ, որ բազմաթիվ հարյուրավոր համայնքներ հենց տարվա սկզբին չունենալով հաստատած բյուջե, նախորդ տարվան արդեն սպառած եւ այլն եղել են շատ լուրջ մեր կողմից, այսպես ոնց ասեմ, լավություններ կամ խնդրանքները բավարարվել են։ Շատ մեծ ուղիղ առաջարկ եմ անում, հետո գանք ես եւ դուք այստեղ տեսնենք ինչ է արվել, ոնց է արվել։ Բայց քննարկումն աստիճանաբար դուրս եկավ թեկնածուին վերաբերող հարցերի շրջանակից եւ վերածվեց սուր բանավեճի։ Վեճի պատճառ դարձավ ՔՊ պատգամավոր Գարիկ Սարգսյանի ելույթը։ Նա ազգային ժողովի ամբիոնից արտասանեց Ռաֆայել Պատկանյանի հայերուս թուքը բանաստեղծությունից հատված, ասելով, որ այդ կերպ պատասխանում է ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Դուն խելոք հաշվով վաճառական ես, մյուլք փող ու ապրանք կասեն շատ ունես, բայց թե փողետ շահ չունի Հայաստան, թքալ են քուալ փողի դալ վրան։ Սա ասում է բանաստեղծը, իմ խոսքերը չեն։ Թքելում ես ժամանակ ունեմ, թույլ տվեք։ Քաջ ես, լսել ենք, ինքդ մեծավոր, անուն յաղթուղի ունես փառավոր, բայց թե թքետ շահ, թրետ շահ չունի Հայաստան, թքել են քուալ թրի դալ վրան։ Սարգսյանի ասմունքին անմիջապես արձագանքեց ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը։ Նա խոսեց պատերազմի զոհերի մասին եւ իշխանության ներկայացուցիչներին հորդորեց չխոսել թքած ունենալու մասին։ Ես կարծում եմ, թքած ունենալու մասին պետք չի երբևէ խոսա որևէ մի վերջին 8 տարվա պատասխանատվությունը կրող իշխանության ներկայացուցիչ։ Դուք հաշվի առեք, մենք այս վերջին 8 տարիների ընթացքում մեր հայոց պատմության ամենածանր, ամենասև էջերը տեսել ենք։ Մենք հազարավոր զոհեր ենք տեսել։ Իդեպ, երբ նշված բառակապակցությունը օգտագործում եք, դուք գիտակցում եք, չէ՞, որ մարդիկ կարող են լինել, որոնք հիշեն օրինակ մեր զոհված հերոսների դիակները, մասունքները սառնարանում գետնին գցված։ Բանավեճը, սակայն դրանով չավարտվեց։ Գարիկ Սարգսյանի ելույթին անդրադարձավ նաև Մամիկոն Ասլանյանը, պատգամավորներին հորդորելով զերծ մնալ իր ձևակերպմամբ պոետիկ դրսևորումներից։ Բարեկրթությունը այս վերջին օրերին դառնում է արտարժույթ, ապրանք, որը մեկս մյուսից վրա ցանկանում ենք վաճառել կամ օտարել։ Եվ այդ բարեկրթությունը իբրև թե դիտվում է գթասրտություն, չգիտեմ, ինչ-որ մեկի բարի կամքի արտահայտություն։ Այստեղ ընդամենը, որպիսի մեր ընտրողները, մեր հասարակությունը ու նաև պատգամավորի էթիկայի կանոնները սահմանադրական օրենքներով սահմանված մենք իրականացնենք, այստեղ, չգիտեմ, ջենտլմենական ասեմ, ինչ ասեմ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, թե այստեղ ոչ մեկին չի կարող ոչ դուրս շպրտել, որ ներս բերել, կներեք այստեղ ոչ մեկի պապի կարտոլատեղերը չի, որ մեզ հրավիրեն կամ դուրս անեն կամ ներս անեն։ Հետևաբար բերեք մնանք ոչ միայն բարեկրթության, այլ նաև օրինականության սահմաններում։ Ասլանյանի խոսքին էլ արձագանքեց ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա այդ ձևակերպումը սպառնալիք որակեց եւ պատգամավորներին կոչ արեց վերադառնալ քննարկվող հարցի բովանդակությանը։ Ես կառաջարկեի ընդհանրապես պոեզիան թողնել պոետներին եւ զբաղվել ելույթներով։ Հաջորդը պարոն Մամիկոն Ասլանյան, ես
Խնդիր չունեմ, շատ լավ է, որ ասում եք պետք է անձնական մաղձը թողել մի կողմ եւ այլն եւ այլն։ Բայց ես ճիշտ լսեցի, որ դուք ասացիք, որ ելույթ ունեցողներից մեկը լավ կլինի այդպես ելույթներ չունենա, հակառակ դեպքում ստիպված կլինի մտածել իր առողջության մասին։ Ես ճիշտ հասկացա, հա։ Չէ, ես ուզում եմ հասկանամ ինչ նկատի ունեիք։ Տեղից մի խոսեք։ Ես ուզում եմ հասկանամ ինչ նկատի ունեիք, այսինքն բժիշկ եք դուք, հա, պետքա բժշկական օգնություն եք պատրաստում տալ։ Ինչա, որովհետև էլի եթե անցնում ենք այդ դաշտ, տեղից մի խոսեք։ Եթե անցնում ենք այդ դաշտ, պարոն Ասլան, ես ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքացիական պայմանագրում էլ բազմաթիվ մարմնի եւ հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ, բայց եկեք այդ դաշտ չմտնենք։ Հիմա հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ անցնել բովանդակային քննարկման։ Արդեն այս նիստերը բանի են էլի վերածվում, ինչ որ չգիտեմ, Ալֆրեդի սենյակի են վերածվում հին թվերի։ Ռուբինյանի հայտարարությունից հետո խոսեց նաև ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա ասաց, որ չի ցանկանում խորհրդարանում մնալ միակը, որը շահագրգռված է նորմալ աշխատանքային հարաբերություններով։ Նախագահողը այս 2 օրը ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի նիստի։ Երեք խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից։ Ես խնդրում եմ, այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դալիճում, եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Իսկ ինչ վերաբերում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել։ Ռուբինյանը ի պատասխան առաջարկեց ուժեղ Հայաստան խմբակցությանը հետևել սեփական պոետներին եւ գեղարվեստական խոսքի վարպետներին։ Դավիթ Ղազինյանը տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության առաջադրած երկրորդ թեկնածուն է։ Առաջինը Հայկ Ֆարմանյանն էր, նա հավակնում է ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին։ Խորհրդարանում հաջորդ քննարկումը կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սիսակ Գաբրելյանի շուրջ էր։ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Գաբրելյանից հետաքրքրվեց, որպես հանձնաժողովի հնարավոր ղեկավար, ինչ քայլեր է պատրաստվում անել հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք նույն տրամաբանությամբ եք մոտենում, օրինակ, որ թույլ չտրվի, որպեսի Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, հայկական ինքնության մաս հանդիսացող տաճարները ավիրվեն կամ անվանվեն օրինակ աղվանական։ Արդյոք դուք որևէ քայլ կձեռնարկեք ձեր կարգավիճակից ելնելով, որպեսի թույլ չտաք մեր ինքնության մաս կազմող կառույցների, հա, այս դեպքում եկեղեցիների քանդումը։ Եթե իմ գործում ստանձնելիք պաշտոնը վերաբերելի լինի այդ հատվածով, ես բնականաբար կբարձրաձայնեմ դրա մասին, կբարձրաձայնեմ այն շրջանակում, որը որ մեր կառավարությունը հայտարարել, բայց Տիկին Գալստյանը այստեղ մենք միասին ուղղափառության հանձնաժողովում ենք, ես առիթներ ունեցել եմ այդ թվում 21 թվականից հետո ձեր մատնանշած հարցերը բարձրաձայնելու։ Բայց ես հիմա ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը ու եթե նորից եմ ասում իմ աշխատանքի շրջանակը դա ենթադրի, բնականաբար որևէ գնահատական տալուց զերծ չեմ մնա։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է իր երկու խորհրդականներին Մելիքսեթ Պողոսյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին։ Պաշտպանության համակարգում կադրային փոփոխությունները սակայն այսքանով չեն ավարտվել։ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունն արդեն նոր ղեկավար ունի։ Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ռազմական ոստիկանության պետ, այդ պաշտոնում փոխարինելով Աշոտ Զաքարյանին, որը հրաժարական էր տվել Նիկոլ Փաշինյանի առաջիկայում կադրային փոփոխությունների մասին հայտարարությունից հետո։ Փոփոխություն է եղել նաև զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչությունում։ Սերոժ Ստեփանյանն ազատվել է վարչության պետի պաշտոնից։ Այս փոփոխությունների ֆոնին շարունակվում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքի նախաքննությունը։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշաբար ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Նա կալանավորվել է։ Ի դեպ զինծառայողի մահից հետո էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ զինված ուժերում լինելու են կադրային փոփոխություններ։ Արմավիրի մարզում դեղցի մթերման շուրջ դժգոհությունը շարունակվում է։ Գյուղացիները պնդում են, պետությունը աջակցում է չրագործներին ու արտահանողներին, բայց իրենք իրենց բերքի իրացման հարցում որևէ իրական օգնություն չեն ստանում։ Բողոքող ու ճանապարհ փակած գյուղացիների հետ հանդիպել է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։ Նա գյուղացիներին առաջարկել է դեղձը հանձնել չարտադրողներին, նշելով, որ մարզում ավելի քան 10 նման արտադրող կա եւ նրանց հետ կարելի է պայմանավորվել։ Մենք չգիտեմ չրագործին ինչքան է տալու սուբսիդ։ Օգնություն ինչքան է տալու։ Ինչ գործն է։ Ինձ այնա հարց է որ չիր արտադրող ես 150 դրամ եթե դիտակ արտադրող ես իրան 150 դիտաս Քո քեզի հետարկում։ Ինձ պրոբլեմն է գյուղը։ Քո պրոբլեմն չի որ քո բերքը վաճառես։ Հա։ Բա ինչ գործ ունես։ Պրոբլեմը 100 դրամով չեմ ուզում վաճառեմ։ 100-ով չես վաճառում։ Բայց քանով ախպեր։ 200 դրամ պետք է վաճառես։ Ու տամ։ Չիր արտադրողի։ Էս կանա։ Բերեք, ինչքանն է սուզում։ Եթե չի, լսեք, չրագործին, եթե 150 դիտակ, եթե 100-ը տվեք չրագործին, 50-ը տվեք ընձի, ես ֆակտուրա կազմեմ, թղթով ախպեր, այդ մարդկանց 150-ով սա փողերը փակվել։ Չի։ Որովհետև օրենք չկա այդպիսի։ Բա չրագործին օրենք կա։ Այո։ Ինչու՞ չեք ընդունում այդ պայմանը չրագործին։ Իսկ Վայոց ձորի Մալիշկա բնակավայրում արդեն ավելի քան 10 օր է մարդիկ գիշերները չեն քնում։ Նրանց խոսքով ուշ ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անձ, որը քարեր է նետում տների վրա, վնասում պատուհաններն ու դռները։ Գյուղացիները պատմում են, որ գիշերները հերթապահում են, փորձում են գտնել նրան, բայց բնակիչների խոսքով ուրվականը ամեն անգամ հասցնում է անհետանալ։ Ինչ է կատարվում Վայոց ձորում, ով է գիշերային ժամերին շրջում Մալիշկայում եւ ինչու չի հաջողվում նրան գտնել, ռեպորտաժում։ Մոտ 2 շաբաթ է Վայոց ձորում մարդիկ քնում ու արթնանում են տագնապով։ Մի շարք գյուղերի ու քաղաքների տղամարդիկ գիշերներն առհասարակ չեն քնում։ Հերթապահում են, որ գտնեն մարզի անդորը խաթարած առեղծվածային մարդուն, ով ամեն գիշեր դուրս է գալիս որսի։ Կադրերում երևում է ինչպես է դիմակավորված անձը գաղտագողի մտնում բնակիչներից մեկի տուն ու քարերով հարվածում պատուհաններին։ Անհայտ անձը նույն գործողությունն անում է տարբեր հասցեներում։ Քարերով հարվածում ատներին, անհանգստություն է պատճառում ժողովրդին։ Մամուլում ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե միջադեպը Մալիշկա գյուղում է եղել։ Վարչական շրջանի ղեկավարը նշում է, նույն անձը այլ բնակավայրերում էլ է եղել։ Մենակ Գետափում չէ, Վայքում, Գետափում, Ագարակաձորում, մենակ շիա Մալիշկայի անունները չգիտեմ։ Հակապահում են, բայց դեռ երիտասարդ են էլի ամբողջ։ Թե քիչ նեղված են խոսքացին մեծահասակների շրջանում, թե չէ մնացած են։ Վայոց ձորի բնակիչներն ասում են, անհայտ անձը արագ է շարժվում ու անգիր գիտի տեղանքը։ Հետևից գնալու բացահայտել չեն կարողանում։ Խոսակցություններ շատ կան, բայց հստակ մարդկանց անուններ չի տրվում։ Հիմնականում դժվարանում են նրա համար, որ դիմակավորված է մարդը, հետո տարբեր կամերաները, որ ֆիքսել են իրան, տարբեր տեղ, տարբեր դիրքով է լինում, հիմնական կուզի կամ ես իր բոյը տենց չի ֆիքսվում, էլ որ իմանան ինչ հասակի է, ով է, ինչ է, էլ այդ բանով չեն կարողանում, բանը դիմակավորված այդ մարդը պատրաստ է ամեն ձևի, պատրաստված է, այնց չի որ ինքը միամիտ մարդ է։ Ով է նա ու ինչու է մարդկանց վախի մթնոլորտում պահում հայտնի չէ, բայց մարզում լարվածությունն ակներև է։ Լուրեր են պտտվում, որ առեղծվածային անձը մարդկանց նյութական վնաս հասցնելուց բացի շատ ավելի հեռուն է գնացել։ Խոսակցություններ կան, որ Գետափ գյուղում մի հատ տատիկի է ինքը սպանել, բայց միայն լուրեր են, էլի հստակ փաստեր չկա տենց։ Ներքին գործերի նախարարությունից հերքում են սպանության մասին լուրերը, նշում են օպերատիվ որոնողական աշխատանքներ են տարվում անձին բացահայտելու համար։ Չեն բացառում, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենա։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Մոտ 350 կին է միացել Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին։ Նրանք պատրաստվում են վաղը օգոստոսի 19-ին ակցիա անցկացնել Հայաստանում Եվրամիության դեսպանատան առջև։ Քաղաքագետ Ստեփան Դանելյանի խոսքով նախաձեռնության մասնակիցները պահանջում են ուշադրություն դարձնել քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկված քաղաքացիների հարցին։ Վաղը Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դստեր ծննդյան օրն է, ինչն ըստ նախաձեռնության հեղինակների առանձնահատուկ նշանակություն է տալիս միջոցառմանը։ Քաղաքական հետապնդումներին անդրադարձել է նաև կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվող Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ իր ուղերձում նա խոսել է ընտանիքի, մայրերի և հատկապես հայ կնոջ կարևորության մասին։ Ծառուկյանը նշել է, որ կալանքի պայմաններում ավելի է զգում իր ընտանիքի հետ ունեցած կապն ու երախտագիտությունը։ Նա նաև կրկնել է, որ եթե հնարավորություն ունենար առանց վարանելու կկառուցեր հայ կնոջ և հայ մոր արձանը։ Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը։ Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ և Աստվածամորը նվիրված տոնին ուզում եմ պարզապես շնորհակալ լինել այն մարդկային հարստության համար, որ ինձ բաժին է հասել։ Իդեմս Աստծուց ինձ շնորհված մոր, կնոջ, քրոջ, դուստրերի և իմ քաղցր թոռնուհիների։ Ավելի թանկ նվերներ, ավելի թանկ հարստություն մարդ չի էլ կարող խնդրել։ Ես կուզեի, որ ամեն մարդ կարողանար գնահատել իրեն բաժին հասած բարեբախտությունը և իր սրտում պահեր շնորհակալության զգացումը, անկախ պահի դժվարություններից։ Հենց այդ զգացումն է, որ ինձ ամրություն է տալիս հիմա, հենց այդ զգացումն է, որ ինձ օգնում է հավատով նայել առաջ։ Իսկ կալանավորված նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը իր նկատմամբ հարուցված գործընթացը քաղաքական հետապնդում է համարում։ Արմավիր քրեակատարողական հիմնարկից տարածած առաջին ուղերձում նա պնդել է, որ իրեն մեղադրում են մի գործով, որի հետ որևէ կապ չունի։ Գրիգորյանը նաև կոչ է արել քաղաքական պայքարը չտեղափոխել ընտանիքներ ու անձնական կյանք և նշել, որ խնդիրը պետք է լուծվեն քաղաքական հարթությունում։ Ես միշտ առողջ ու կառուցողական քննադատության կողմնակիցն եմ, բայց եւ այնպես դուք բոլորդ գիտեք իմ զուսպ ու կոռեկտ քաղաքական խոսույթը։ Ես հիմա էլ եմ կրկնում արդեն քրեակատարողական հիմնարկից, պետք չէ ընտրությունների համար մտնել ընտանիքներ, մարդկանց դժվարությունների ու դժբախտությունների առաջ կանգնեցնել։ Ընտրությունները եղել են ու կլինեն։ Ճիշտ կլիներ, որ պայքարը լիներ քաղաքական հարթությունում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված վիճակին անդրադառնալով Էրդողանը կարևորել է դիվանագիտական բոլոր հնարավոր գործիքների օգտագործումը և հայտարարել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել խաղաղությանն ուղղված ջանքերին։ Զրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված համատեղ պաշտպանական համաձայնագրին, նշելով, որ այն ըստ Անկարայի կարող է նպաստել տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Բայց դիվանագիտական այս կոչերին զուգահեռ մեկ այլ ճակատում խոսում են ոչ թե բանակցություններից, այլ պատասխան հարվածներից։ Ռուսաստանը մեղադրում է Մեծ Բրիտանիային ուկրաինական ճգնաժամի սրման վրա գիտակցաբար խաղադրույք կատարելու համար, հաստատելով բրիտանական արտադրության անօդաչուների կիրառումը Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար։ Ռուսաստանի դեսպանատունը Լոնդոնին զգուշացրել է, որ բրիտանական ներգրավվածության խորացումը հետևանքներ կունենա և որքան մեծ լինի այդ ներգրավվածությունը, այդքան մեծ կլինի դրա գինը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Հորմուզը փակ է, բանակցությունները փակուղում, իսկ Վաշինգտոնից հնչում են նոր սպառնալիքներ։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքի ամենազգայուն հարցերից մեկը։ Նեղուցի բացման հնարավորությունը հեռախոսով քննարկել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Թուրքիայի ԱԳՆ-ն բանակցությունների մանրամասները չի հրապարակել։ Մինչդեռ ավելի վաղ Ալ-Արաբիան հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարը։
Դիվանագիտական բանակցություններին զուգահեռ Վաշինգտոնից հնչում են կոշտ հայտարարություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը պետք է հանձնվի։ Թրամփը միաժամանակ զգուշացրել է, որ եթե Օմանը խոչընդոտի ամերիկյան գործողություններին, կարող է հարվածների թիրախում հայտնվել։ Իսկ Գազայի հարցում նա հայտարարել է, որ Համասը համաձայնել է զենքը վայր դնել։ Թրամփի ուշադրության կենտրոնում, սակայն, միայն Մերձավոր Արևելքը չէ։ Միացյալ Նահանգների նախագահը խոսել է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հնարավոր բանակցությունների մասին։ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատասխանել է իր երկու երկրների միջև բանակցություններ անցկացնելու առաջարկին։ Երկու առաջնորդները նախկինում 3 անգամ հանդիպել են, իսկ Կիմ Չեն Ընը դեռ 2025-ին չէր բացառել Վաշինգտոնի հետ բանակցությունների վերսկսումը։ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմին հայտարարել է, որ Գազայի հարցում միջնորդական ջանքերի հնարավոր ձախողման պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Նրա խոսքով Համասը համաձայնել է միջնորդների առաջարկած տարբերակին՝ զինաթափում, իսրայելական զորքերի դուրսբերում եւ միջազգային ուժերի տեղակայում։ Ֆահմին պնդում է, որ Իսրայելը չի ընդունում այդ պայմանները եւ ցանկանում է պահպանել ռազմական ներկայությունը Գազայում։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա։ Տարածաշրջանում ռազմական լարվածության ևս մեկ օջախ է շարունակում մնալ Եմենը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքն ահազանգ է հնչեցրել Եմենում ռազմական գործողությունների սրման մասին։ Նրա խոսքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն աճում է եւ կա վտանգ, որ երկիրը կրկին կներքաշվի լայնածավալ պատերազմի մեջ։ Գիշերը Մոսկվան եւ Մոսկվայի մարզը զանգվածային անօդաչու հարձակման են ենթարկվել։ Մարզային իշխանությունների տվյալներով տուժել է առնվազն 3 մարդ, այդ թվում 10-ամյա աղջիկ։ Անօդաչուների բեկորներից վնասվել են տներ, խանութներ, մեքենաներ եւ էներգետիկ ենթակառուցվածքներ։ Բոգորոդսկում հրդեհ է բռնկվել Վայլբերիսի պահեստային համալիրում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ տասնյակ անօդաչուներ են ոչնչացվել։ Հարձակման պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է նաև Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության 3 քաղաքացում, այդ թվում լրագրող Իվան Կնյազյևի եւ մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի նկատմամբ։ Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է հրապարակային ելույթներով երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու, ատելություն հրահրելու եւ ահաբեկչության կոչեր հնչեցնելու համար։ Քանի որ 3-ն էլ Ադրբեջանում չեն, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է սահմանվել։ Իրավապահները դիմել են նաեւ Ինտերպոլին։ Եվ վերջում, Բելգիայի արևելքում Գերմանիայի սահմանին մոտ դեռ չեն կարողանում ամբողջությամբ մարել խոշոր անտառային հրդեհը։ Օգոստոսի 14-ին բռնկված կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 3000 հեկտար տարածք։ Հրդեհի դեմ պայքարին միացել են հարևան երկրները։ Ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 500 հրշեջ եւ փրկարար, իսկ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Սպորտից Հայաստանը հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունից արդեն ոսկե մեդալ ունի։ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող առաջնության 77 կիլոգրամ քաշայիների եզրափակչում Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի Ջավիդան Նախմատովին եւ դարձել աշխարհի չեմպիոն։ Եղանակի մասին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 32-ից 34, իսկ երեկոյան 26-ից 28 աստիճան տաքություն։ Եվ վերջում աշնանը Երևանում անցկացվելիք միջազգային խոշոր միջոցառման պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասերի ժամանակացույցը կփոխվի։ Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով։ Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ 1 շաբաթվա փոխարեն։ ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ հանձնաժողովը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։